Երկ առակաց, գլուխ 20-րդ Ծաղրող է գինին, խռովարար ցքին, և ամեն ով որ դրանցով մոլորվի իմաստուն չի լինիլ։ Թագավորի սպառնալը առյուծի մռնչյունին է նման, նրան գրգռողը մեղանչում է իր անձինը։ Պատիվ է մարդիս համար կռվից քաշվելը, բայց ամեն հիմար կռվասեր է։ Ձմեռվա պատճառով ծույլը չի հերկել, հունձքին կուրանա և չի ունենալ։ Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելոք մարդը նրան կհանե։ Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարությունը, բայց հավատարիմ մարդին ով կգտնե։ Ով որ իր ուղղությունովը գնում է, արդար է, երանի նրանից հետո նրա որդկանցը։ Թագավորը դատաստանի աթոռի վրա նստելիս իր աչքերովը ցրիվ է տալիս ամեն չարությունը։ Ով կարող է ասել, թե սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքերիցը։ Տեսակ կշռաքարեր և տեսակ չափեր երկուսն էլ զզվելի են Տիրոջը։ Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը, թե մաքուր և թե ուղիղ է նրա գործերը։ Լսող ականջն ու տեսնող աչքը երկուսն էլ Տերն է անում։ Մի սիրիր քունը, որ միգուցե աղքատանաս, աչքերդ բաց հացով կշտացիր։ Վատ է, կասե առնողը, բայց երբ որ կգնա, այն ժամանակ կգովե։ Կա ոսկի և շատ գոհարեղեն, բայց պատվական գործիք են գիտուն շրթունքները։ Առ նրա հանդերձը, որ երաշխավոր է դառել օտարին, և գրավ պահիր նրան օտարների փոխարեն։ Քաղցր է մարդիս համար ստության հացը, բայց հետո բերանը լցվում է խիճով։ Դիտավորությունը հաստատվում է խորհրդով և խոհեմությամբ արա պատերազմը։ Գաղտնիքը հայտնում է բանսարկության ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր։ Ով որ իր հորն ու մորն անիծե, նրա ճրագը կհանգչի մթին խավարի մեջ։ Մի ժառանգություն, որը սկզբումը շտապելով է ստացվել, նրա վախճանն էլ չի օրհնվի։ Մի ասիր չարության փոխարեն հատուցանեմ, Տիրոջը հուսացիր, և նա քեզ կազատե։ Երկու տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, և խարդախ կշիռքը լավը չէ։ Տերիցն է մարդիս քայլերի հաջողությունը, ուրեմն մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։ Որոգա՞յ թե մարդիս համար անխորհրդաբար ասել նվեր և ուտելուց հետո կշռադատել։ Ամբարիշտներ ցրվող է իմաստուն թագավորը և նրանց վրա դարսնում է անիվը։ Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է, նա քննում է սրտի բոլոր ներսերը։ Ողորմությունը և ճշմարտությունը պահում են թագավորին, և նա ողորմությունով կպահպանե իր աթոռը։ Երիտասարդների զարդը իրանց ուժն է, և ծերերի փառքը ալևորությունը։ Հարվածի վերքերը մաքրում են չարությունը, և ծեծելը, որ ազդում է մինչև սրտի ներսերը։